Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ելից գիրք 6-րդ գլուխ։ Դերը Մովսեսի ըսավ. Հիմա պիտի տեսնես ինչ որ պիտի անեմ փարավոնի, որովհետև ուժեղ ցերկով պիտի արձակե զանոնք եւ ուժեղ ցերկով պիտի վրընդե զանոնք իր երկրեն։ Աստված գկանչե Մովսեսը։ Աստված Մովսեսի խոսեցավ ու անոր ըսավ. Ես եմ Եհովան։ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի երևցա ամենագարող Աստուծո անունով, բայց անոնց չջանցվեցա իմ Եհովա անունովս։ Նաեւ անոնց հետ հաստատեցի իմ ուխտս, որ անոնց տամ Կանանի երկիրը, անոնց քաղաքտականության երկիրը, ուր բանտղտացան։ Լսեցի նաեւ հեծեծանքը Իսրայելի որդիներուն, որ եգիպտացիները ըստրու գրին, եւ հիշեցի իմ ուխտս։ Ուստի ըսե Իսրայելի որդիներուն. Ես եմ Եհովան։ Ես պիտի հանեմ ցեզ եգիպտացիներու բռնի աշխատանքներուն դագեն։ Պիտի ազատեմ ցեզ անոնց ըստրգութենեն ու պիտի փրկեմ ցեզ երկարած բազուկով եւ մեծ թադաստաններով։ Ցեզ պիտի առնեմ իբր իմ ժողովուրդս։ Ցեզի Աստված պիտի լամ ու պիտի գիտնաք թե ցեզ եգիպտացիներու բռնի աշխատանքներուն դագեն հանող դերը ցեր Աստվածը ես եմ։ Ցեզ պիտի դանիմ այն երկիրը, որուն համար երթումրի, որ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի դամ, ու ցեզի պիտի դամ զայն իբր ստացվածք։ Ես եմ դերը։ Մովսես այսպես ասավ Իսրայելի որդիներուն, բայց անոնք Մովսեսի մտիկ չրին, հոգի վհադության ու դաժանելի ըստրգության պատճառով։ Դերը խոսեցավ Մովսեսի ասելով. Մտիր Եգիպտոսի փարավոն թագավորինքով եւ խոսե որ Իսրայելի որդիներ արձակե իր երկրեն։ Իսկ Մովսես խոսեցավ Տիրոջ առջև ասելով. Այ Իսրայելի որդիները ինձի մտիկ չրին, հապա ինչպես փարավոն ինձի մտիկ պիտի անե, ինձի որ ծանրալեզու եմ։ Դերը խոսեցավ Մովսեսի եւ Ահարոնի ու բադվիրեց անոնց, որ Իսրայելի որդիներուն ու Եգիպտոսի փարավոն թագավորին երթան, որբեսի Իսրայելի որդիները Եգիպտոսի երկրեն դուրս հանեն։ Մովսեսի եւ Ահարոնի ազգապանությունը։ Ահավասիկ անոնց նահաբեդություններուն գլխավորները։ Իսրայելի անդրանիկին Ռուբենի որդիները՝ Ենովք, Փաղուս, Եսրոն եւ Կարմի, ասոնք են Ռուբենի կերտաստանները։ Շմավոնի որդիները՝ Համվել, Համին, Վոհատ, Հակին, Սահար ու կանանացի գնոջ որդին Սավուղ, ասոնք են Շմավոնի կերտաստանները։ Ահավասիկ Ղևիի որդիներուն անունները իրենց ծնունդներուն համեմատ՝ Քերսոն, Գաաթ եւ Մերարի։ Ղևիի կյանքին տարիները 137 տարի եղան։ Քերսոնի որդիները իրենց կերտաստաններուն համեմատ Ղոփենի ու Սեմեի էին։ Գահատի որդիները Ամրամ, Իսահար, Քեփրոն եւ Ոզիել։ Գահատի կյանքին տարիները 133 տարի եղան։ Մերարիի որդիները Մոհողի ու Մուսի։ Ղևիի կերտաստանները իրենց ծնունդներուն համեմատ ասոնք են։ Ամրամ իր հորաքույրը Հոկապետը իրեն գին արավ, որ ծնավ իրեն Ահարոնը եւ Մովսեսը։ Ամրամի կյանքին տարիները 137 տարի եղան։ Իսահարի որդիները Գորխ, Նափեկ ու Զեքրի։ Ոզիելի որդիները Միսայել, Եղիսափան եւ Սեթրի։ Ահարոն իրեն գին արավ Ամինաթափի աղջիկը, Նաասոնի քույրը Եղիսապետը, անձնավ իրեն Նաթափը, Ափյուտը, Եղիազարն ու Իթամարը։ Գորխի որդիները Ասիր, Եղգանա եւ Ափիասապ, ասոնք են Գորխյաններուն կերտաստանները։ Ահարոնի որդին Եղիազար Փուդիելի աղջիկներեն իրեն գին արավ, անձնավ իրեն Փենեհեսը, ասոնք են Ղևդացիներուն նահաբետները իրենց կերտաստաններուն համեմատ։ Ասոնք են այն Ահարոնը եւ Մովսեսը, որոնց դերը ասավ. Իսրայելի որդիները հանեցեք Եգիպտոսի երկրեն, իրենց զորափաժիներուն համեմատ։ Իսրայելի որդիները Եգիպտոսեն հանելու համար Եգիպտոսի փարավոն թագավորին խոսողները ասոնք են այս Մովսեսն ու Ահարոնը։
Աստուծո հրամանը Մովսեսի եւ Ահարոնի։ Այն օրը, երբ Տերը խոսեցավ Մովսեսի Եգիպտոսի երկրի մեջ, Տերը խոսեցավ Մովսեսի ասելով. Ես եմ Եհովան։ Ամեն ինչ որ քեզի գսեմ, Եգիպտոսի փարավոն թագավորին խոսե։ Մովսես Տիրոջ առջև ասավ. Ահա ես ծանրալեզու եմ, ուստի ինչպես փարավոն ինձի մտիկ պիտի անե։ Փառքեզ Տեր Աստված մեր։ Ամեն։